Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Բահրեյնում անվտանգության տագնապ են հայտարարել հրթիռային եւ ԱԹՍ հնարավոր հարձակումների պատճառով։ Ըստ Էմիրատների պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգերը արդեն գործի են դրվել։ Աբու Դաբին Իրանի հարձակումները որակել է անհիմն ահաբեկչական հարձակում։ Այս ամենի ֆոնին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է պատերազմը շուտով ավարտելու Թրամփի պնդումները եւ հայտարարել իրական խոստում 4 գործողության 31-րդ փուլի մասին ԱՄՆ իսրայելական թիրախների դեմ։ Սա նվիրվել է Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին։ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Խոմեյնի դպրոցին։ Վնասվել են նաեւ դպրոցի մոտակայքում գտնվող մի քանի բնակելի շենքեր։ Սա իսրայելական հարվածների թիրախավորման արդեն երրորդ դեպքն է։ Մինչ այս թե Իսրայելը թե ԱՄՆ-ն պնդում էին, որ իրենք նպատակ չունեն թիրախավորելու խաղաղ բնակչությանը։ Չեմ կարծում, որ ամերիկացիների հետ բանակցություններն այլևս սեղանին կլինեն։ Մենք շատ դառը փորձ ունենք նրանց հետ բանակցությունների հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները խոստացել է, որ հարձակվելու մտադրություն չունի, սակայն հաջորդ օրը Իսրայելի հետ հարձակվել։ Մեջբերում։ Նրանք կարծում էին, որ 2 կամ 3 օրվա ընթացքում կարող են հասնել հաղթանակի, բայց ձախողվեցին։ Չեմ կարծում, որ նրանք ունեն որևէ իրատեսական վերջնախաղ։ Պարզապես սկսել են կուրորեն հարձակվել մեզ վրա։ Մեջբերման ավարտը։ Արաղչիի խոսքով Իրանը նպատակահարմար չի համարում Միացյալ Նահանգների հետ նոր բանակցություններ վարել։ Հարցին, թե արդյոք Թեհրանի ղեկավարությունը կապ է հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Մոջթաբա Խամենեիի գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո, Արաղչին նշել է, որ Խամենեին դեռևս որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ։ Ես չեմ կարծում, որ այս պահին օրակարգում կան Միացյալ Նահանգների հետ նոր շփումներ կամ բանակցություններ, հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Ողջ գիշեր չեն դադարել իսրայելական եւ իրանական փոխադարձ հարվածները։ Միջազգային լրատվամիջոցները հայտնել են, որ այս պահին Թել Ավիվում օդային տագնապի ազդանշանն է միացել։ Իրանն էլ շարունակաբար հարվածներ է հասցնում։ Հարվածներ է հասցվում նաև Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շեշտել է, ԱՄՆ յուրաքանչյուր ռազմաբազա անկախ այն հանգամանքից, թե որ երկրում է, ենթարկվելու է հրթիռակոծման։ Հարվածներից հետ չի մնում նաև Իսրայելը։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ իր երկրից է խոստացել, որ թիրախավորելու են ցանկացած օբյեկտ, որը կաջակցի Իսլամական Հանրապետությանը, որոնց թվում է նաև Հեզբոլլահ խմբավորումը։ Այս խոստումներին հաջորդել է Լիբանանի հրթիռակոծումը։ Երկրի հարավում հարվածների հետևանքով սպանվել է քրիստոնեական գյուղի քահանան։ Տեղի բնակիչները պնդել են, որ կմնան իրենց տեղում չնայած տարհանման կոչերին եւ իսրայելական բանակի հարձակումներին։ Չնայած այս բախումներին եւ տարատեսակ հրթիռակոծություններին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է թույլատրել լարվածությունը Մերձավոր Արևելքում, եթե հարևան երկրները չտրամադրեն իրենց տարածքը ԱՄՆ կամ իսրայելական ուժերին Իրանին հարվածելու համար։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ քննարկել է Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական ագրեսիայից հետո տարածաշրջանային զարգացումները։ Հեռախոսազրույցի ընթացքում ներառված է եղել նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային հետևանքները։ Փեզեշքյանը նշել է Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա հարևանների միջև անհամաձայնություն սերմանելու Իսրայելի եւ ԱՄՆ-ի փորձերը, ինչպես նաեւ նրանց կից լրատվամիջոցների տարածած մեղադրանքները, թե Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել բարեկամական եւ եղբայրական Թուրքիային։ And all I'm doing is keeping my promise. Think of that. That was in 2015. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը որակել է շատ լավ եւ հայտարարել ԱՄՆ-ի որոշ նավթային պատժամիջոցների վերացման մասին։ As we continue Operation Epic Fury, we're also focused on keeping Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, թե Ուկրաինայի վերաբերյալ քննարկումը դրական է եղել։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ձգտում է նպաստել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Այսուհետ ԱՄՆ-ն վերացնում է մի քանի երկրների նավթարդյունաբերության դեմ իր որոշ պատժամիջոցներ, եւ դրանց կարիքը կարող է այլևս չլինել, քանի որ ըստ Թրամփի խաղաղությունը վերականգնվում է։ I will say that the Tomahawk, which is one of the most
Իրանի հետ պատերազմի ընթացքում կռվախնձոր է դարձել Հորմուզի նեղուցը։ Սպիտակ տանը իր ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե մտադրություն ունեն Հորմուզի նեղուցը վերահսկողության տակ վերցնելու։ Սա կարծես պատասխան է Իրանի այն հայտարարություններին, որ ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր կստանա Հորմուզի նեղուցով անցնելու հնարավորություն, եթե վտարի ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեսպաններին։ Իր ելույթից ժամեր անց X-ի իր էջում ԱՄՆ նախագահը խոստացել է, որ Իրանը 20 անգամ ավելի կտուժի, եթե Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները դադարեցվեն։ Նա գրել էր, որ նման դեպքում ԱՄՆ-ն կհարվածի, ինչը գործնականում անհնար կդարձնի Իրանի վերականգնումը որպես ազգի։ Մեջբերում ԱՄՆ-ն արդեն խորտակել է Իրանի 46 ռազմանավ։ Դրանք ոչնչացվում են, այլ ոչ թե գրավում, քանի որ դա ավելի զվարճալի է։ Մեջբերման ավարտը։ Մինչ ԱՄՆ-ում ելույթներ էին տեղի ունենում, Թեհրանը ենթարկվել է հրթիռակոծության։ Իրանի դեմ գործողության ընթացքում զոհված 7-րդ ամերիկացի զինվորի մարմինը Դուվրի ռազմաօդային բազայում դիմավորել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ ռազմական նախարար Փիթ Հեքսեթը։ Մինչ այդ Պենտագոնը հայտարարել էր եւս 6 զոհի մասին, որոնց մարմինները Միացյալ Նահանգներ էին տեղափոխվել օրերս։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Շարլ դը Գոլ ավիակրի գլխավորությամբ հարվածային խումբ է տեղակայել Արևելյան միջերկրական ծովում Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ֆոնին։ Բարդ գործողություններ են պաշտպանել տարածաշրջանի երկրներում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին, աջակցել դաշնակիցներին եւ գործընկերներին, ինչպես նաեւ ապահովել նավարկության ազատությունը եւ ծովային ուղիների անվտանգությունը, ասել է նա։ Մակրոնը շեշտել է, որ ֆրանսիական ուժերը զուտ պաշտպանական նպատակներով են տեղակայված եւ չեն մասնակցում մարտական գործողությունների որևէ մեկի դեմ։ Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի առաջնության եզրափակիչն ավարտվել է աննախադեպ սկանդալով։ Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում վեճ է սկսվել Կրուզեյրոն եւ Ատլետիկո Մինեյրոնի միջև, որը հետո վերածվել է ծեսկրթուքի։ Անկարգությունների արդյունքում գրանցվել է հեռացումների ռեկորդային ցուցանիշ։ Երկու թիմերից ընդհանուր առմամբ 23 ֆուտբոլիստ պատժվել է կարմիր քարտով։ Մարզադաշտ է մտել անգամ ռազմական ոստիկանությունը բախումները դադարեցնելու նպատակով։